Ողջույն, հանրայինի եթերում Եղիր առողջ բժշկական նախագիծն է, ես բժիշկ Վահե Մինասյանն եմ եւ խոսում ենք բնականաբար առողջության մասին։ Մեր այսօրվա գլխավոր թեման նվիրված է լինելու լյարդային վիրաբուժությանը։ Բարորակ, չարորակ նորագոյացություններ, հիվանդություններ, որոնք սպառնում են մեր լյարդին, բայց վիրահատություններ եւ բուժման մեթոդներ, որոնք հասանելի են այսօր Հայաստանում։ Այս ամենի մասին կխոսենք այսօր։ Սկսում ենք տեսանյութից, հետո հրավիրում ենք հատուկ հյուրին։ 1720-ականներին Եվրոպայում, մասնավորապես Անգլիայում, եգիպտացորենն աննախադեպ առատ բերք էր տվել։ Հացահատկի գինը կայունացնելու համար պարլամենտը սկսեց խրախուսել ոգելից խմիչքի օգտագործումը, նվազագույնի հասցնելով հարկերը։ Նաև եգիպտացորենից են ստանում հայտնի խմիչքներից մեկը՝ ջինը։ Պարլամենտի աղետալի այս որոշումը պատճառ դարձավ, որ ջինը դառնա ամենաէժան եւ հասանելի խմիչքը։ Այդպես 1720-ից 50-ական թվականներին Անգլիայում սկսվեց ջինի համաճարակը։ Հիվանդանոցներում ամենատարածված ախտորոշումներից մեկը լյարդի ցիրոզն էր։ Այսօր ալկոհոլի չարաշահումը շարունակում է մնալ լյարդի ցիրոզի առաջացման գլխավոր պատճառներից մեկը։ Ցիրոզը, ինչպես նաև լյարդն ախտահարող հեպատիտ B-ն եւ C-ն հետագայում կարող են պատճառ դառնալ լյարդի քաղցկեղի։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրությամբ լյարդի քաղցկեղը երրորդն է որպես քաղցկեղից մահացության պատճառ։ Լյարդն առողջ պահպանելու համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հորդորում է կրճատել ալկոհոլի օգտագործումը, հետևել քաշին, կարգավորել արյան մեծ շաքարի մակարդակը եւ արյան ճնշումը, ինչպես նաև պատվաստվել լյարդն ախտահարող հեպատիտ B-ի դեմ, որը միայն 2022-ին ամբողջ աշխարհում 1.300.000 մարդու կյանք է խլել։ Լյարդի առողջությունը վերջին տարիներին վնասում են նաև էկոլոգիական վատ պայմանները։ 2025-ի փետրվարին Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները երկար գիտափորձերից հետո հաստատել են, որ աղտոտված օձն իսկական չարիք է ոչ միայն թոքերի, այլև լյարդի համար։ Գիտնականներն առաջին փորձերը կատարել են մկների վրա։ PM2.5 վտանգավոր մոլեկուլներով լցված միջավայրում ընդամենը 8 շաբաթ մնալուց հետո կրծողների լյարդն ախտահարվել է։ Մեծացել է լյարդում առկա թե շաքարի, թե ճարպերի քանակը։ Եվ այսպես հարգելի բարեկամներ, ուզում եմ հրավիրել իմ այսօրվա առաջին հյուրին, իսկ իմ հյուրն է Առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժության եւ ժամանակակից տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Խաչատուր Բադալյանը։ Դիմավոր։ Ողջույն, բժիշկ Բադալյան, եւ մենք խոսում ենք այսօր լյարդի ուռուցքային խնդիրների մասին, խնդիր, որ բավականին լուրջ է, որ բավականին բարդ է եւ շատ հաճախ պահանջում է ծանր վիրահատական միջամտություններ։ Ես բազմիցս այդ հարցով ձեզ հետ զրուցել եմ, դիմել եմ, տեսել եմ ձեր վիրահատությունները ու գիտեմ, որ դրանք երբեմն կարող են տևել 10, 12, 16, մինչև 20 ժամ, ամենայն դեպս ես հիշում եմ վիրահատությունները, որ դուք կատարում եք։ Լյարդ ամենակարևոր օրգաններից մեկը, կպատմեք լյարդի մասին։ Ցավոք սրտի լյարդի հետ կապված խնդիրները ժամանակի ընթացքում, երբ որ զարգանում հասնում են որոշակի этаպի, երբ որ արդեն բավական զարգացած этаպում է նոր ինչ որ այսպես ասած լյարդի ձայնը կարող է լսվել։ Առաջին ախտանշանները բավականին ուշ են հայտնվում։ Ավելի ուշ հայտնվում եւ ցավոք սրտի ուշ հայտնվելու պատճառով սկզբնական этаպում լյարդի խնդիրների սկզբանե հայտնաբերումը բավական բարդ է։ Միշտ ասվել է, որ պետք է ժամանակ առ ժամանակ անկախ որևէ կանգատների, անկախ որևէ հիվանդագին երևույթների պետք է հետազոտությունների, ասենք որ ցանկացնել, դա կոչվում է պրոֆիլակտիկ հետազոտություններ, որ 40 եւ ավել չենք սիրում, արդեն չենք սիրում ու չենք հավատում, չենք վստահում, երբեմն մենք մտածում ենք, որ մենք ավելի շատ գիտենք ու եթե մենք զգում ենք որ օրգանիզմը, բայց ցավոք սրտի շատ դեպքերում հայտնաբերում են արդեն բավական տարածված զարգացած ուղղության process-ներ եւ ընդհանուր առմամբ եթե վերցնենք լյարդ ունենալով բազմակի ֆունկցիոնալ ասենք դեր օրգանիզմում եւ սինթեզի եւ ֆիլտրացիայի եւ լեղարտադրության ստամոքսային տրակտի ասենք մարսողական ֆունկցիա եւ բազմակի այլ ֆունկցիաներ մագարտելության մասնակցությամբ եւ նյութափոխանակության շատ process-ների իհարկե պատկերացնում ենք եթե կա որոշակի խնդիրներ ինչքանով են արտահայտում տանրապես օրգանիզմի վրա եթե կա զույգ օրգաններ որ կարելի է ինչ որ մեկը հեռացնել ցավոք սրտի լյարդը չունի այդ հնարավորությունը եւ մի օրգան է եւ
երբեմն բարդությունների առաջ են կանգնում, երբ որ հայտնաբերում ենք որոշակի խնդիրներ եւ բայց հետաքրքիր օրգան է։ Հետաքրքիր օրգան է, որովհետև նաև ինձ թվում է եզակի օրգան է, որ կարողանում է վերականգնվել։ Ես բազմիցս օրինակներ կարող եմ բերել, երբ որ լյարդի մինչև երիտասարդ տարիքում ավելի շուտ մինչև 80%-ը կարող է հեռացվել կամ վնասվում է կամ ինչ-ինչ պատճառներով եւ 20%-ը հետագայում կարող է այն իր պոտենցիալի շնորհիվ մեծանալ եւ ծավալի առումով եւ ֆունկցիոնալ առումով կոմպենսացնել, աճում է, վերականգնվում է եւ չափով է մեծանում եւ ֆունկցիոնալ առումով ինքը կոմպենսացնում։ Եկեք խոսենք լյարդի բարուրակ ուռուցքների մասին, որոնք շատ հաճախ են հանդիպում։ Կիստաներ, հեմանգիոմաներ, արդյոք դրանք վտանգավոր են եւ արդյոք դրանք ցուցված են վիրահատական միջամտությունների համար։ Եթե ընդհանուր առմամբ վերցնենք օջախային գոյացություններ, այսպես ասենք, լյարդի բաժանում են երկու մասի, երկու մեծ խմբի։ Օջախային գոյացություններ, որոնք կոչվում են բարվորակ, որոնք առանձնապես որևէ խնդրեմ չեն առաջացնում, իհարկե ասել որ ընդհանրապես ոչ մի խնդրեմ չի առաջացնում, ոչ մի խնդիր չի լինում, երևի ճիշտ չի լինի, եւ չարվորակ նորագոյացություններ, որոնք ունեն ավելի ագրեսիվ աճ, որոնք ունեն օրգանիզմի վրա եւ հետագայում ավելի ֆունկցիոնալ բարդություններ առաջացնելու հնարավորություն։ Ուրեմն բարվորակ գոյացությունները ճիշտ է, կիստաները եւ անոթային գոյացությունները, այսպես կոչված հեմանգիոմաները, ադենոմաները, դրանք բավական չի ասի որ շատ տարածված, կիստաներ բավական հաճախ են տեսնում, հեմանգիոմաներ գոյացիան դինամիկան պետք է հետևել, այսինքն տեսնել թե ինչ է փոխվում այդ գոյացյանը։ Ինքը մեծանում է, հա, ինքը փոփոխվում է, ասենք նույն հեմանգիոման ինքը կարող է լինի հետագայում վերածվի չարվորակ process-ի, այսինքն բարվորակ գոյացությունը, սկզբում առաջանալով որպես բարվորակ, հետագայում կարող է վերածնվի դառնալ չարվորակ, այսպես կոչված հեմանգիոպերիցիտոմաներ, որոնք շատ հազվադեպ են լինում, բայց լինում է։ Եթե բարվորակ գոյացությունները ունեն որոշակի դինամիկա, այսինքն կիստան, հեմանգիոմանները ունեն աճ, այսինքն 5 սանտիմետր եւ ավել գոյացություններ արդեն ցուցված է վիրահատության, մինչև այդ կարելի է ասենք ինտերվենցիոն միջամտություններով, անոթային ինտերվենցիոն ասենք էմբոլիզացիաների միջոցով դրա դեմ պայքարել, ադենոմայի ժամանակ եթե հայտնաբերում է ադենոմա, պետք է անպայման վերիֆիկացիա, այսինքն եթե մենք ունենք հիմք, որ այդ ամեն ինչը բարվորակ գոյացություն է, վերջնական ճշտում ենք հիստոլոգիական հետազոտությունից հետո բիոպսիա ենք վերցնում միկրոսկոպի տակ նայելու եւ դրանից հետո եթե կա ադենոմա միանշանակ պետք է վիրահատել, որովհետեւ չափը այստեղ էլ կարեւոր չէ։ Եթե բարվորակ գոյացությունները մեզ շատ հաճախ կարող են չխանգարել եւ մենք ընդհանրապես հետևում ենք, ապա չարվորակ նորագոյացությունները կյանքի համար շատ լուրջ վտանգ սպառնացող եւ ցավոք սրտի բավականին արագ զարգացող process-ներ են եւ ես կուզենայի դուք ասեիք կապը հեպատիտների, ցիրոզի եւ լյարդի չարվորակ նորագոյացության։ Չարվորակ գոյացությունների մեծ խումբը, ինչի մասին որ խոսեցինք, ինքը բաժանում է երկու մեծ խմբի եւս չարվորակ գոյացությունները, դա առաջնային լյարդային գոյացությունները, որոնք առաջանում են լյարդի բջիջներից, այսպես կոչված հեպատոցելյուլար process-ները կամ լեղացորաններից առաջացած process-ները, լեղացորանային ասենք ուռուցքները եւ երկրորդ մեծ խումբը, երբ որ երկրորդային բնույթ են, այսինքն որևէ այլ օրգանից, առաջնային, որտեղ տեղակայված է հիմնականում մետաղի աղեստամոքսային տրակտից, երկրորդային օջախ որպես լյարդում է հայտնաբերում, եթե ընդհանուր առմամբ ստատիստիկ տվյալներով աշխարհի եթե տվյալներով վերցնենք, մոտ 80%-ը կազմում է երկրորդային բնույթի լյարդային գոյացությունները, առաջնային ասենք գոյացությունները, կեպիցուլյար եւ խլանգեցուլյար, այդ կազմում է մոտավորապես 20%-ը։ Ինչ մնում է, ասենք, առաջնային գոյացությունների եւ առաջացման պատճառների մասին, իհարկե առաջնային հենց շատ կարեւոր հարց է ցիրոզը, որը առաջանում է հեպատիտի ֆոնի վրա, ավելի հաճախ C հեպատիտի ֆոնի վրա, երբ որ քրոնիկ հեպատիտ է եւ վերջերս կարելի ասել ուրախություն եւ ի պատիվ նոր հայտնագործությունների բավական լավ լուրջ ասենք էֆեկտիվ բուժում ենք ստանում, որը չունենք մենք առաջ հեպատիտին հայտնաբերում են, այսինքն կա քրոնիկ հեպատիտի պատկեր եւ այդ երկար ժամանակ մարդը մնում էր առանց բուժման։ Հեպատիտ B-ն միշտ բուժվել է, ասենք որոշ ժամանակ քրոնիկ անցման ժամանակ ինքը բերում էր ցիրոզի եւ մոտարապես եթե վերցնենք 20% եւ ավել, երբեմն մինչեւ ասում մինչեւ 30% դեպքերում ցիրոզ վիրուսային հեպատիտի ֆոնի վրա առաջացած ցիրոզի մոտ 20%-ը առաջանում է առաջնային ուռուցք։ Քանի որ արդեն ցիրոզը բերում է ֆունկցիոնալ վիճակի վատացման, այսինքն ընդհանուր իրավիճակը լյարդի ֆունկցիոնալ տեսակետից բավական ծանր է եւ առաջացած չարվորակ գոյացությունը ավելի ծանրացնում է հիվանդի վիճակը։ Եվ եթե ինչ-որ ձևով կարելի է ցիրոզի ժամանակ կոմպենսացնել ասենք ֆունկցիոնալ վիճակը կարգավորելով, ինչ որ տեղորայքային բուժումներով,
ուռուցքի առաջացման պարագայում մենք թեորիկային բուժումները այդ դեպքում էլ էֆեկտ չեն տալիս, այսինքն պետք է հագաուռուցքային բուժում ավելացնել եւ հագաուռուցքային բուժումը նորից էլ ասեմ ի պատիվ երևի նոր հայտնագործությունների վերջերս բավական մեծ թափ է ստացել Հայաստանում էլ օգտագործում է իմունային իմունոթերապիան, որը շատ լավ էֆեկտիվ է եւ ասեմ որ եթե հայտնաբերվում է համապատասխան ցուցանիշներով եւ կարելի է արդեն սկսել իմունոթերապիա, բավական լավ արդյունքներ ենք ստանում։ Լյարդի ցիրոզի ֆոնի վրա առաջացած ուռուցքները երբեմն լինում են բազմաօջախային, այսինքն եթե մի օջախ է, որը կարելի է հեռացնել եւ հարցը արմադախիլ անել լուծել, այդ դեպքում երբ որ օջախները բազմակի են, իհարկե վիրահատել մի քանի օջախներ եւ սպասել լավ արդյունքի իհարկե ավելի քիչ է հավանական։ Վերջին հարցը թերևս վերաբերում է լյարդի փոխպատվաստման հետ կապված վիրաբուժական միջամտություններին, այսօր Հայաստանում դա նույնպես արվում է եւ արդյոք ձեր կարծիքով դրա անհրաժեշտությունը գնալով ավելի շատանալու է։ Տրանսպլանտացիան իրենց ներկայացնում է ընդհանրապես օրգանի, ասենք, փոխումը այլ օրգանով, եթե մենք ունենք որոշակի պաթոլոգիական փոփոխություններով, ասենք ցիրոզով կամ նույն իմիջիալոց ասեմ ուռուցքային պաթոլոգիայով արդեն ախտարված լյարդը հիմա արդեն բավական լավ էֆեկտիվ տրանսպլանտացիա ենթարկում։ Տրանսպլանտացիան կարող է լինել, երբ որ վերցնում են հարազատից ազգակցական ինչ որ օրգան եւ երբ որ վերցնում են, ասենք, ուղեղի մահ ունեցող որևէ դիագային այսպես կոչված օրգանը եւ տրանսպլանտացիան, երբ որ մենք ստիպված հետվիրահատական պերիոդում ճնշում ենք իմունիտետը, որ փոխպատվաստված օրգանը գոյատևի եւ օրգանիզմի կողմից շնգալվի որպես օդար օրգան եւ արտանետվի, այդ դեպքում իմունիտետի ցածր, ասենք, ճնշման պարագայում ուռուցքային աճ ենք տեսնում, այսինքն դուրս է գալիս, որ մի կողմից մենք փորձում ենք օգնել մարդուն, ասենք, տրանսպլանտացիա փոխպատվաստված օրգանը ֆունկցիոնալ տեսակետից ապահովելու, մյուս կողմից մենք վատացնում ենք ուռուցքային process-ը, ակտիվացնում ենք ուռուցքային process-ը եւ կարող ենք բերել ուռուցքային process-ի պրոգրեսիայի։ Շնորհակալություն, հարգելի հեռուստատողներ, հիշեցնեմ, որ մենք խոսում էինք լյարդի բարորակ եւ չարորակ ուռուցքներից, մենք խոսում էինք լյարդային վիրաբուժության մասին, իսկ իմ հյուրը այսօր Առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժության եւ ժամանակակից տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Խաչատուր Բադալյանն է։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ։ Բնույթով Նարինեն շատ աշխուժ երեխա է, հաճախել է պարային խմբակ, նորմալ առողջ երեխեքի պես դպրոցել է հաճախ է, լյարդը Նարինեի մոտ ախտարված էր 80%։ Երեխայի մոտ հաստատվել է լյարդի քաղցկեղ հեպատոբլաստոմա։ Պլանավորվում էր կատարվել փոխպատվաստում, ես ինքս հանդիսանում էի դոնոր, ինձ անզգայացրել են, տարել են վիրահատարան, ընթացքը այնպես է գնացել, որ կարիք է եղել ընտրություն կատարել փոխպատվաստում, թե ռեզեկցիա, իրեն արել են ռեզեկցիա, պահպանել են իր օրգանը 250 գրամ առողջ հատված թողելով։ Ընդհանուր վիրահատությունը արժեր 19 միլիոն դրամ, բժիշկների ուղղորդությամբ մենք դիմում ենք լրացրել երեխաների առողջության հիմնադրամ, որպեսզի հետագա դրամահավաքը կազմակերպվի իրենց միջոցով։ Վիրահատության համար Առողջապահության նախարարությունը վճարել է 5 միլիոն դրամ, 14 միլիոն դրամ վճարել է հիմնադրամը։ Հիմա Նարինեն դուրս գրված է, լյարդը իր ֆունկցիոնալությունը կատարում է, արյան մակարդելությունը պատշաճ կերպով կատարում է, մի տարվա մեջ նոր աճելու է, վերականգնվի գա նորմալ մնացած մարդկանց լյարդի չափերի նման։ Ցավալի է նման դեպքերում, երբ նման լուր ես լսում, դու պետք է անցնես այդ ամեն ինչի մեջով, բայց այդ պարագայում պետք է սառը դատես։ Խորհուրդ կտամ բոլոր այն ծնողներին, ովքեր ցավոք սրտի այս ճանապարհով անցնում են, լինեն վստահ մեր ինստիտուտների վրա։ Արդյոք կլինի կարիք նաև հետվիրահատական քիմիոթերապիայի, եթե լինի էլ դա միայն լինելու է այն նպատակով, որ բուժումը ավարտին հասցվի, այդ ամեն ինչից հետո ինքը արդեն կանցնի իր բնականոն կյանքի հունին, դպրոց, բարեխմբակ։ Մեր հաղորդման հովանավորն է պտղաբերության կենտրոնը, որտեղ իրականություն է դառնում զույգերի, ինչպես նաև միայնակ կանանց զավակներ ունենալու երազանքը։
Շարունակում ենք հաղորդումը։ Այժմ ծնողների դպրոցն է, իսկ ծնողների դպրոցում մենք ունենք ուսուցիչներ։ Ուսուցիչները ովքեր են, մեր մանկաբույժներն են, եւ ես հրավիրում եմ այստեղ Արթուր Ջանազյանին, նեոնատոլոգ, համեցեք։ Ողջույն։ Եվ մենք այսօր խոսում ենք կոքսակի վիրուսի մասին։ Խոսենք։ Ինչ է իրենց ներկայացնում։ Վիրուսը, որը հիմնականում արտահայտվում է ցանավորումներով, բարձր ջերմությամբ, կոկորդի ցավով, իրականում ինքը այնքան տիպիկ է լինում, որ նույնիսկ շատ ծնողները առանց բժշկի օգնությամբ ախտորոշում են։ Փորձեք հիշեք տիպիկ 3 հատվածի ցանավորում, որ հնարավոր է ձեր երեխայի մոտ եղել է եւ կռահել կոքսակի վիրուսի ժամանակ 3 ինչ դասական հատվածներում է ցանավորումը։ 1, 2, 3։ Հիշեցիք, չհիշեցիք։ Բժիշկ Ջանազյան։ Ամերիկյան գրականությունում հենց այդտենց էլ կոչվում է այդ հիվանդությունը ձեռքերի, ոտքերի եւ բերանի հիվանդություն։ Դա ամենասիրելի տեղերն է այդ ափերի մեջ, ներբանների վրա եւ բերանի մեջ։ Այո։ 3 հատվածներում շատ հաճախ հենց դրանով էլ տարբերում են ջրծաղիկից, որտեղ ցանը ասում են շատ նման է, բայց ի տարբերություն ջրծաղիկի, որ ամբողջ մարմինն է ցանավորում, կոքսակի վիրուսի ժամանակ ցանավորվում են ափերը, ներբանները եւ բերանի խոռոչը։ Այո։ Ոնց է փոխանցվում, որտեղից։ Կարող է փոխանցվել կոնտակտային շփման միջոցով, երբ որ երեխաները շփվում են իրար հետ, օգտագործում են նույն խաղալիքները, հազում են, փռշտում են իրար վրա, երբ որ դեռ չգիտեն, որ պետք է բերանը փակել, սննդի միջոցով բարձր վարակելիություն ունի։ Բավականին։ Ու ի տարբերություն ջրծաղիկի, մարդ կոքսակի վիրուսով կարող է հիվանդանալ կյանքում մի քանի անգամ, որովհետև մենք գործ ունենք մի քանի շտամի հետ։ Լավ չի։ Այո։ Եթե ջրծաղիկը գիտենք մի անգամ հիվանդացար, շատ մեծ հավանականությամբ այլևս երբեք չես հիվանդանա, կոքսակի պարագայում կարող է հիվանդանալ։ Այո։ Լավ։ Տեսեք, զանգում են ծնողներին, մանկապարտեզից ասում են խմբում ջրծաղիկ կա, շատ հաճախ այսպես կարանտին է հայտարարվում, փակում են եւ այլն եւ այլն եւ այլն։ Կոքսակի ժամանակ նման միջոցառումների կարիք կա, անում են, չեն անում։ Իրականում ցանկալի է որ լինի, որ ինֆեկցիան չտարածվի, եթե կա մեկ երեխա կոքսակիով հիվանդ, կարծում ցանկացած ծնողի սոցիալական պատասխանատվությունն է, որ իզոլացնի իր երեխային, ել չտանի մանկապարտեզ, որ ինֆեկցիան չտարածվի։ Իսկ ինչքան ժամանակ է տևում, այսպես ասած, գաղտնի շրջանը, ինչքան ժամանակ հետո վարակելի կլինի երեխան։ 5-ից 10 ասուր գաղտնին, բայց երեխան կարա վարակիչ լինի դեռ ցանը հանդետանալուց հետո եւս մի քանի օր, այնպես որ ցանկալի է, որ լավանալուց հետո գոնե մի քանի օր երեխան եւս տանը մնա։ Ի տարբերություն ջրծաղիկի, երբ որ ջրծաղիկը վերջին էլեմենտը չորացել է, երեխան էլ վարակիչ չի։ Այս հիմնական տարբերություններից մեկն է, որ ջրծաղիկի պարագայում մենք գիտենք, ինչպես ասեց բժիշկ Ջանազյանը, եթե վերջին բշտիկը չորացավ, արդեն վարակելի չէ։ Կոքսակի դեպքում սա չի աշխատում եւ այո, կարող է ավելի երկար լինել վարակիչ շրջանը։ Վտանգավոր է արդյոք իրեությամբ, որովհետեւ մենք գիտենք, որ առանձնապես բուժում այդպեսի չունենք, ունենք սիմպտոմատիկ բուժում, այսինքն ախտանշանային։ Ջերմությունը բարձրացավ, ջերմությունը իջեցրեցինք, չգիտեմ, քոր է, հակաալերգիկ ենք տալիս, որ քորը հանգստացնենք, կա ինչ-որ բարդությունների տոկոս։ Ի տարբերություն ջրծաղիկի, այստեղ ցանը ավելի շատ ցավոտ է, իսկ ջրծաղիկի դեպքում ավելի շատ քորվում է եւ շատ ցավոտ է բերանի խոռոչը, ու դրա պատճառով խորհրդատրվում երեխային կծու, թթու, աղի ու շատ տաք ուտելիքներ չուտել, որպեսզի ցավը ավելի չգրգռելու համար։ Այո։ Իսկ կա դիետայի ինչ-որ տեսակներ, որ, չգիտեմ, ամեն դեպքում վիրուսային ինֆեկցիա ունենք եւ խորհուրդ տանք, չգիտեմ, այս կամ այն սննդամթերք օգտագործել կամ ձեռնպահ մնալ, թե չկա նման խնդիր։ Ասեմ, որ եթե գործ ունենք փոքր երեխաների հետ ու դեռ նրանք հավելյալ սննդի հաստատման этаպում են, Իդեպ այսքան փոքրիկները նույնպես հիվանդանում։ Այո։
ցանկալի է որ նոր ուտելիքներ չլինի, այսինքն երբ որ երեխան հիվանդ է, էքսպերիմենտներ չանենք։ Տանկեն ինչ որ ինքը արդեն մարսել է, գիտենք որ լավ է յուրացնում, բայց գլոբալ առումով սահմանափակում չկա։ Մեծամասնությունս փոքր հասակում ջրծաղիկ հիվանդացել ենք եւ ջրծաղիկով հիվանդ երեխայից մենք չենք վախենում, մենք նրան խնամում ենք, մենք նրան գրկում ենք։ Այո։ Հիմա կոկսակիով կարող է արդյոք ծնողը նույնպես վարակվել։ Հիմնականում արդեն մեծ տարիքում մենք ունենում ենք բոլոր շտամների հանդեպ իմունիտետ, բայց նույնիսկ եթե վարակվենք էլ, մեծահասակները շատ ավելի թեթև են տանում կոկսակին, ինչը չեմ ասի, օրինակ ջրծաղիկին։ Հակառակ ջրծաղիկը հակառակն է այնտեղ, այո։ Ջրծաղիկի համար այսօր կա արդեն պատվաստում, որը Հայաստանում սկսել է արվել, որից որ ես շատ ուրախ եմ։ Կոկսակի պարագայում կա արդյոք, թե դա դեռևս մեզ համար հասանելի չէ։ Շատ լուրջ բարդություններ չի լինում սովորաբար, իհարկե լինում է դեպքեր, որ երեխան կարող այնքան ծանր տանի ջրազրկվի, որ ի վերջո նրան հոսպիտալիզացիայի պահանջ լինի։ Բայց ջրծաղիկի պարագայում դա կարող դառնա օրինակ մենինգիտ։ Շնորհակալություն, հարգելի հեռուստատողներ, մենք այսօր խոսում ենք կոկսակի վիրուսի մասին, հիշեցնեմ, որ սա ուտի շատ տիպիկ տեղակայում դուք կարող եք գլխի ընկնել, որ ձեր երեխաների մոտ այս հիվանդությունը, եթե ցանավորվում են ափերը, նևոդկերի ներպանները եւ իհարկե բերանի խոռոչը, եւ այդ պարագայում արդեն կդիմեք ձեր մանկաբույժին, կզրուցեք, կհասկանաք, որ եթե երեխան նորմալ է տանում առանձնապես սիմպտոմատիկ ախտանշանային թեթև բուժումներ կարելի է անել, օգնել երեխային այդ շրջան անցնել եւ ցավոք սրտի հիշել, որ կայուն իմունիտետ չկա եւ կյանքի ընթացքում այո կարող է կրկնվել այդ երևույթները։ Հիշեցնեմ իմ հյուրը այսօր նեոնատոլոգ Արթուր Ջանազյանն էր, մնացեք մեզ հետ։ Շարունակում ենք հաղորդումը, հարգելի հեռուստատողներ, իմ այսօրվա հյուրը բժիշկ սրտաբան Վարդգես Մովսիսյանն է, ողջույն բժիշկ Մովսիսյան, եւ մենք զրուցում ենք խոլեստերինի մասին։ Մեծամասնությունը վախենում է, ոմանք երևի անգամ զզվում են այդ խոլեստերինից, որովհետև դե կերակ կյանքներս այդ խոլեստերինով։ Կա լավ եւ վատ խոլեստերին։ Ինչ է ընդհանրապես այդ խոլեստերինը, ինչ գույն ունի, ինչ տեսք ունի։ Ինչպես մենք կարող ենք տարբերել այսա լավ խոլեստերին է, այսա վատ խոլեստերին է, որտեղից ենք մենք այն ստանում, գուցե մեր օրգանիզմն է արտադրում։ Այ բժիշկը հիմա մեզ կպատմի։ Շնորհակալություն, իհարկե խոլեստերինից բարձր քանակներից վախենալ պետք է, որովհետև ցավոք խոլեստերինի բարձր պարունակությունը արյան մեջ, հիպերխոլեստերինեմիան, համարվում է սիրտանոթային պատահարների անկախ ռիսկի գործոն։ Այսինքն, եթե մարդը ունի բարձր խոլեստերինի մակարդակ, առաջիկա 10 տարիներին նրա սրտային պատահար ունենալու հավանականությունը բավականին բարձր է։ Մինչ անդրադառնալ նրան նյութափոխանակությանը, նշեմ, որ մենք սրտային պատահարները գնահատում ենք նաև ըստ ռեգիոնների, թե որտեղ են ապրում մարդիկ, որտեղ կան ցածր ռիսկ, միջին, բարձր եւ շատ բարձր։ Ցավոք Հայաստանը համարվում է սրտային պատահարներ ունենալու շատ բարձր ռիսկի գոտի։ Այդ է պատճառը, որ մենք առավել ուշադիր պետք է լինենք արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացմանը։ Մենք խոսում ենք վատ խոլեստերինի մասին, բայց բուժառուների մեծ մասը, որոնք հանձնում են անալիզ առողջության առաջնային պահպանման օղակներում, պոլիկլինիկական ծառայություններում, այնտեղ կատարվում է խոլեստերինի անալիզը ընդհանուր խոլեստերինը, որտեղ չի կատարվում ֆրակցիաներով, ենթատեսակներով, որպես կանոն։ Դա արվում է առավելապես ստացիոնար կլինիկաներում կամ որոնք կատարում են ցավոք վճարովի պայմաններում, որովհետև մենք միայն ընդհանուր խոլեստերինից պատկերացում չենք կարող կազմել այստեղ ի հաշիվ ինչի է բարձր։ Իհարկե, որպես կանոն, եթե այն բարձր է, նորմայից բարձր է լինում ի հաշիվ վատ խոլեստերինի, որը լինում է բարձր եւ լավ խոլեստերինը լինում է ցածր։ Ինչ է իրենից ներկայացնում այդ վատ խոլեստերինը։ Վատ խոլեստերինը դա այն ենթատեսակն է արյան խոլեստերինի, որը ի վերջո բերում է անոթապատի նեղացման, անոթների ռեմոդելինգի, առաջացնում է աթերոսկլերոտիկ վահանիկներ, որոնք նեղացնում են այդ անոթապատը եւ սիրտը սնուցող եւ ուղեղը եւ բոլոր օրգան համակարգերը սնուցող եւ ի վերջո նրանք կարող են այսպես կոչված խոցհոտվել, անկայունանալ, մենք այդպես ենք նշում բժշկության մեջ, եւ այդ խոցհոտումը բերում է արյան ձևավոր տարրերի սոսնձման այդ հատվածին, որն էլ ի վերջո բերում է ինֆարկտի կամ գլխուղեղի իշեմիկ ինսուլտի զարգացման։ Ինչ տարիքից է այս process-ը սկսվում։ Արդյոք երիտասարդների մոտ նույնպես կարող է տեղի ունենալ, թե կա ինչ-որ ֆիքսված տարիք, որից հետո նոր արժի գնալ, ստուգվել, հետազոտվել։
Խոլեստերինի բարձր պարունակությունը ցավոք սննդից կախյալ է ընդամենը 20% դեպքերում եւ մենք ունենք տեսակներ, որոնք կոչվում են ընտանեկան հիպերխոլեստերինեմիայի դեպքեր, երբ խոլեստերինի մակարդակը բարձր է անգամ մանկահասակ երեխաների շրջանում եւ այս պարագայում եւս նշանակվում են հակախոլեստերինային պրեպարատները։ Սնունդ, ավելորդ քաշի բացակայություն, ֆիզիկական ակտիվություն, անալիզները հանձնում է պարզվում է խոլեստերինը բարձր է։ Այո, մենք կարող ենք ունենալ բուժառու, որը ունի ավելորդ քաշ եւ ճարպակալում, բայց խոլեստերինի տվյալները իդեալական են եւ կարող ենք ունենալ ատլետ, որը ընդհանրապես ունի ճարպի ավելորդ որևէ նշույլ, բայց ունի շատ բարձր խոլեստերին։ Այս է պատճառը, որ միակ տարբերակը հասկանալու համար կա արդյոք օրգանիզմում արյան մեջ բարձր խոլեստերինի մակարդակ թե ոչ, դա արյան անալիզ հանձնելն է։ Ինչ տարիքից եք դուք խորհուրդ տալիս այս անալիզը հանձնել։ Եթե մոտ հարազատների մոտ ավելի երիտասարդ տարիքում, օրինակ 30-ից հետո կամ 40-ից հետո նկատվում են խոլեստերինի բարձր մակարդակի առկայություն, ապա նրանց երեխաները կամ մոտ հարազատները, ովքեր ունեն ավելի փոքր տարիք, կարելի է գոնե կյանքում մեկ անգամ հանձնել այդ խոլեստերինը ֆրակցիաներով, դիմել սրտաբանի եւ հաշվել այդ սրտանոթային ռիսկը եւ քանի որ տեսեք մենք նաեւ նշում ենք իր կողմնակի էֆեկտների մասին, որը հաճախ բուժառուները նշում են, որ վախենում են խմել, ընդունել, որովհետեւ լյարդն է վնասում եւ այլն, բայց եթե բուժառուն չի տարել սրտային պատահար, նա ի վերջո հնարավոր է, քանի որ մենք այս դեպքում կատարում ենք երկրորդային պրոֆիլակտիկա կանխարգելելու համար, ոչ թե արդեն հիվանդությունը բուժելու, կանխարգելման նպատակով մենք ընդունում ենք միջին կամ ավելի փոքր դեղաչափով նույն հակախոլեստերինային պրեպարատները։ Իսկ եթե կա արդեն սրտային պատահար, այս դեպքում բուժառուն ընդունում է շատ բարձր դեղաչափերով, որովհետև ուղեցույցերը միջազգային նշում են, որ այդ վատ խոլեստերինը պետք է լինի 1.4 մմ-ից պակաս։ Իսկ այդ թվին հասնելը ընդամենը 1/3 բուժառուների մոտ է ստացվում, անգամ ամենաբարձր դեղաչափով դեղորայքի ընդունման դեպքում։ Ես օրինակ հանձնել եմ, վերջերս եմ հանձնել պրոֆիլակտիկ ու պարզվեց, որ ամեն ինչ լավ է։ Հաջորդ անգամ երբ պետք է հանձնեմ։ Եթե հանձնել եք եւ այն նորմալ է, իսկ դուք չունեք ավելորդ քաշ, զբաղվում եք սպորտով, վարում եք առողջապահելակերպ, սնվում եք ռացիոնալ եւ բալանսավորված, այս դեպքում կարող եք հանձնել 1 կամ 2 տարին մեկ, ոչ ավելի հաճախ, քանի որ եթե այս տարիքում չկա խոլեստերինի բարձր մակարդակ եւ չկա նաեւ ուղեկցող ճարպակալում ավելորդ քաշ, ենթադրելի է, որ նրա բարձրացումը մոտ ապագայում չի լինի։ Կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ իմ օրգանիզմում խոլեստերինի քանակը ընդհանրապես շատ ցածր լինի եւ իմ օրգանիզմը դրանից տուժի։ Վերջը դուք ասացիք, սննդանյութով մենք ստանում ենք մի քանի անգամ ավելի քիչ խոլեստերին, քան արտադրում է մեր օրգանիզմը, եւ մենք ունենք նաեւ լավ խոլեստերին, որը մեզ պետք է, որ մեր ուղեղում կա։ Հիմա փորձենք հասկանալ, կարող է ինչ-որ ստեղծվել այդպիսի իրավիճակ, երբ մենք չունենք խոլեստերին։ Տեսեք, նույն հակախոլեստերինային պրեպարատները նրանք ազդում են առավելապես այդ վատ խոլեստերինի վրա, որոնք են ցածր խտության լիպոպրոտեինները, որոնք հենց պատասխանատու են այդ աթերոսկլերոտիկ վահանիկների գոյացման համար։ Ինչ վերաբերում է լավ խոլեստերինին, այն իհարկե շատ կարևոր է, չափազանց կարևոր է, որ հորմոնների աշխատանքը ապահովի։ Բնականաբար աշխատանքը ապահովելու համար առանց դրա հնարավոր չէ։ Բայց մեզ նույն ուղեցույցերը նշում են, որ վատ խոլեստերինը, օրինակ, սրտային պատահար ունեցած մարդու մոտ պետք է լինի 1.4 մմ-ից պակաս, բայց թե ինչքան պակաս չի նշում, այստեղ չկա որևէ խնդիր եւ երբ որ բուժառուները ինչքան քիչ այնքան լավ։ Այո, ինչքան քիչ այդքան լավ, որովհետեւ հաճախ մեր բուժառուները նայում են նորմատիվները անալիզների մեջ եւ իրենց ենթադրում են, որ դա իր համար նորմալ է, որովհետեւ գրված էր, որ 5.2-ից պակաս պետք է լինի ընդհանուր խոլեստերինը, բայց սա այդպես չէ, եւս մեկ անգամ ուզում եմ նշել, որ դա բժիշկ սրտաբանը պետք է որոշի հաշվի սրտային ռիսկը պատահարի առաջիկա 10 տարիների եւ երբ որ ունեցել ենք պատահար սիրտանոթային, այս պարագայում այդ գրված թվերը, որոնք լաբորատորիան մեզ տալիս է, դա այդ բուժառուի նորմալ թվերը չեն եւ իր թվերը պետք է լինեն շատ ավելի ցածր։ Արդյոք հնարավոր է զուտ սննդակարգով, այսպես կոչված դիետաներով խոլեստերինի մակարդակը իջեցնել։ Հնարավոր է դա, թե դեղորայքը պարտադիր պետք է ընդունվի։ Տեսեք, եթե բուժառուի հետ կոնտակտը առաջին անգամ է եւ նա վարում է անառողջ ապրելակերպ, այս պարագայում մենք կարող ենք 6-ից 8 շաբաթ հսկել, եթե չի տարել սրտային պատահար, խոսքը այս դեպքում է, հսկել եւ անցնել առողջ ծննդի, որն է որպես կանոն օրինակ միջերկրածովյան դիետան, որտեղ որ ծովամթերքն է ավելի շատ բանջարեղեն է, ինչպես նաեւ ցանկալի է ռացիոնում ընդունել սննդային հավելում որպես օրինակ օմեգա 3, որը որպես դեղորայք մենք չենք ընդունում եւ իհարկե սահմանափակել այդ տրանսճարպերի օգտագործումը 6-ից 8 շաբաթ անց վերագնահատել արդյոք ունեցել ենք նվազում թե ոչ
որովհետև լինում են դեպքեր, որ օրինակ ժողովրդական բժշկության մեջ, այսպես ասենք, հայտնի որոշ բուսական պրեպարատներ օգնում են որոշակիորեն իջեցնել խոլեստերինի մակարդակը, բայց այս ամենը բոլոր մեր ունեցած դեպքերի ընդամենը 20%-ն է կազմում, եւ եթե մարդու, այսպես ճակերտավոր ասենք, բախտը բերի եւ նա հայտնվի այդ 20%-ի մեջ, որը եթե խոլեստերինի բարձր մակարդակը պայմանավորված էր այդ վատ կենսակերպով, այո, հնարավոր է, որ ունենանք թվերի նորմալացում, բայց որպես կանոն 80 եւ ավել տոկոս դեպքերում մենք միայն դիետայով չենք կարող ունենալ այս արդյունքը։ Ինքնուրույն սնունդով դա կարգավորելը շատ փոքր է հավանականությունը եւ այո, պետք է օգտագործել դեղորայք, ոչ մի վախենալու բան չկա դրա մեջ։ Այո, նաեւ կցանկանամ նշել, որ բուժառները հաճախ նշում են, որ մեր լյարդը հնարավոր է վնասի, որովհետեւ այդպիսի պսևդո հոլովակներ գոյություն ունեն, որոնք հաճախ շրջանառվում են, մարդիկ նայում են։ Այո, այս պարագայում պետք է նշեմ, որ հիմա ներկայում օգտագործում են 3-րդ եւ 4-րդ սերնդի հակախոլեստերինային պրեպարատներ, որոնք են ատորվաստատին եւ ռոզվաստատին պրեպարատները, որոնք համարվում են բարձր ինտենսիվության ստատիններ եւ նրանք ամենակիչ կողմնակի ազդեցություններ ունեն եւ կան մի շարք հետազոտություններ, որտեղ լյարդի փոխպատվաստում անցած բուժառուներին են ուսումնասիրել Միացյալ Նահանգների եւ այնտեղ բազմահազարանոց այդ ցանկում ընդամենը 11 հոգի էր, որ ստացել էր հակախոլեստերինային պրեպարատներ, բայց երբ որ մենք հաշվենք, եթե չխմենք այդ հակախոլեստերինային պրեպարատը, քանի սրտային խնդիր կլինի, դրանք անհաշվելի են, որովհետեւ սրտային պատահարները եւ աշխարհում եւ Հայաստանում համար մեկ պատճառն են մահացության, որոնք գերազանցում են եւ ավտովթարներին եւ ուռուցքային հիվանդություններից առաջացած մահվան դեպքերին։ Վստահ եք բժիշկներին մի նայեք ձեզ խապող տեսահոլովակներ, որոնք որ շատ տարածված են իրականում, ես տեսել եմ դրանցից մի քանիսը հենց այս հարցի շուրջ եւ հավատացեք այն մասնագետներին, որոնք որ հիմնվում են ապացուցողական բժշկության վրա։ Իմ հյուրը այսօր բժիշկ սրտաբան Վարդգես Մովսիսյանն էր, մենք խոսում էինք խոլեստերինի մասին։ Մնացեք մեզ հետ։ Ողջույն, ձեզ հետ գեղեցկության արվեստն է։ Այսօր խոսելու ենք պարանոցի երիտասարդացումից։ Մարդու մաշկը տարիների ընթացքում իհարկե թորշոմում է, գցում է իր տեսքը եւ այդ ամենը շատ ավելի նկատելի է լինում պարանոցի վրա, քանի որ այնտեղ մաշկը անհամեմատ ավելի բարակ է, քան դեմքի հատվածում։ Այդ պատճառով է, որ մենք պարանոցի հատվածում ավելի շուտ ենք տեսնում կնճիռներ, անհարթություններ եւ մաշկի որակ արդեն սկսում է դուրս չգալ։ Պարանոցի երիտասարդացման համար մենք օգտագործում ենք տարբեր մեթոդներ, մասնավորապես կարող ենք օգտագործել լազերային տեխնոլոգիաներ եւ ներարկումներ։ Այսօր մենք արեցինք մեզոթերապիա։ Չիճուկում տեղակայված են քիմիորեն սինթեզված ամինաթթուներ, նուկլեոտիդներ, բոլոր այն սնուցող նյութերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի պարանոցի մաշկում աճի նորմալ կոլագեն եւ էլաստին։ Ինչի արդյունքում մենք ունենալու ենք մաշկի ձգվածություն, տոնուսի բարձրացում եւ արտաքինից իդեալական մաշկ։ Մեզոթերապիայից հետո մենք արդյունքը մոտ 1-ից 2 շաբաթ հետո արդեն տեսնում ենք մաշկը անհամեմատ ավելի լավ որակով է արդեն լինում։ Բացի մեզոթերապիայից մենք նաև օգտագործում ենք պարանոցի երիտասարդացման համար այլ ներարկումներ, որոնք են պլազմոթերապիան կամ բիորևիտալիզացիան։ Շատ դեպքերում, քանի որ առաջինը մենք տեսնում ենք հենց դեմքը, եւ շատ կանայք խնամում են իրենց դեմքի մաշկը, խոնավեցնում են, արևապաշտպան քսուկներ են օգտագործում, մոռանալով այդ դեկոլտեի հատվածը, պարանոցի հատվածը։ Այնինչ պարանոցի հատվածը նույնպես կարիք ունի խնամքի, թե խոնավացնող քսուկների, թե արևապաշտպան քսուկների, որպեսզի պարանոցի մաշկը նույնպես ավելի ուշ թորշոմի, ավելի երկար ունենա առողջ տեսք։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Ուզում եմ հիշեցնել, որ մեր հաղորդման հովանավորը պտղաբերության կենտրոնն է, որտեղ իրականություն են դառնում ցանկացած զույգի, ինչպես նաև միայնակ կանանց զավակ ունենալու երազանքները։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ մեր ամբողջ թիմը աշխատում է ձեզ համար, որ ձեզանից յուրաքանչյուրը լինի առողջ ու պահպանի այդ առողջությունը։ Եղիր առողջ։ Կհանդիպենք։